Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ բոլորդ ներկա եք գտնվում մեր բոլորի առաջին հաշվետու ժողովին։ Սիրելի հայրենակիցներ, սա մեր շարժումը ուղղակի շարժում չի, մեր շարժումը ազգապահպան շարժում է։ Սիրելի հայրենակիցներ, մենք ապրում ենք մի օրեր, որտեղ այս իշխանությունները անցան բոլոր հնարավոր ու անհնարին կարմիր գծերը։ Սիրելի հայրենակիցներ, երբ իշխանությունը թիրախավորել էր մեր Հայաստանի հայ առաքելական Սուրբ եկեղեցին եւ երբ Սամվել Կարապետյանը իր աջակցության խոսքը ասեց, այդ իսկ օրվանից Սամվել Կարապետյանը գտնվում է ապօրինի անազատության մեջ արդեն 114 օր եւ ես ավելի քան համոզված ասում եմ, որ սա անընդունելի է։ Այս ճանապարհը ազգակործան ճանապարհ գիտենք, մեր ազգը լավ գիտի, անգամ օտար ազգերը լավ գիտեն, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցին մեր ազգի, մեր հայրենիքի, մեր Հայաստանի ամենակարևոր հենասյուներից մեկն է, եթե ոչ ամենակարևոր հենասյունը։ Սիրելի հայրենակիցներ, այսպես նայում եմ ու մեծ էներգիա եմ ստանում բոլորից հետ։ Մեր բոլորի շարժումը, մեր ձևով շարժումը, մեր հանրության մեջ, մեր ազգի մեջ, նենց մի նոր էներգիա է մցրել, որ ցենց ամեն օր մենք այդ էներգիան ստանում ենք ու բոլորս միասին զգում ենք այդ էներգիան ու հասկանում ենք, որ մենք անելիք ունենք, մեր անելիքը շատ կարևոր անելիք է, մեր Հայաստանի ու մեր հայրենիքի համար ու մեր ազգի համար։ Մենք ունենք մշակած հայեցակարգ, հայ առաքելական Սուրբ եկեղեցու իրավաքաղաքական հիմքերը բարելավելու համար։ Այս աշխատանքային, շարժման աշխատանքային մեկ ամիսը մեր բոլորի կատարած աշխատանքը այն ապացույցն է ու այսօրվա այն պատկերը, որ մենք տեսնում ենք, թե մենք մեր շարժումով ինչ ենք արթնացրել ինքներս մեր մեջ, մեր բոլորի մեջ, մեր ազգակիցների, չգիտեմ, մեր բարեկամների, հարևանների մեջ, հասկանում ենք, որ անելիք ունենք ու կարևոր անելիք ունենք։ Սիրելի հայրենակիցներ, ձեր հետ միասին կարևոր գործ ունենք։ Ազգային արժեքների պահպանման, մեր մշակույթի պահպանման, մեր մշակույթը, մեր երեխաներին, մենք պետք է պահպանող լինենք, փոխանցենք մեր երեխաներին, մենք պետք է ստեղծող լինենք եւ մենք մշակում ենք ծրագրեր, թե ինչպես պետք է պետությունը աջակից լինի, ինչպես պետությունը պետք է զբաղվի այդ աշխատանքով, ինչպես պետությունը պետք է լինի պահպանող ազգային արժեքների, մեր մշակույթի, թե ինչպես մենք պետք է լինենք ստեղծող, որպեսզի կարողանանք պահպանել եւ մի բան ավելացնել եւ փոխանցել մեր երեխաներին։ Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ եւս մեկ անգամ ասել, մենք շատ կարևոր գործ ենք անում, շատ կարևոր գործ ենք անում բոլորս եւ ուզում եմ այս մեկ ամսվա
մեր կատարած աշխատանքի մասին մի փոքր շատ հակիրճ տեսանյութ խնդրեմ, միասին բոլորս դիտենք։ Այսօր մենք հայտարարում ենք մեր ձևով կամավորական շարժման հիմնադրման մասին։ Ու մենք ինչ անենք, անելու ենք մեր ձևով։ Աշխատանք բոլորի համար, բարեկեցություն բոլորի համար։ Հայաստանի բոլոր գյուղերի համար ենք մտածում։ Չկա ժողովրդի ու պետության համար ավելի մեծ հաջողություն, քան ունենալ բազմաթիվ բազմազավակ ընտանիքներ, որոնք ունեն լավ կյանքի համար բոլոր պայմանները, որոնց երեխաներն առողջ են, կրթված են ու պատրաստ են կառուցել երկրի լավ ապագան։ Մեր ձևով շարժումն արդեն շուրջ մեկ ամիս է, ինչ նպատակային աշխատանք է սկսել ամբողջ Հայաստանում, տաղանդավոր երիտասարդներին հայտնաբերելու և նրանց տաղանդը իրացնելու, աշխարհին ներկայացնելու հարցում աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ։ Պետք է անել հնարավորը պետություն եկեղեցի հարաբերությունները այնպես կարգավորելու համար, որպեսզի ապագայում որևէ փոքրիկ խմբակի մտքով չանցնի նոր հարձակում գործել մեր կարևորագույն ազգային ինստիտուտի վրա և հաջողության հույս ունենալ։ Շատ գոհ ենք, որ ձեր տեսանի հայեր կան։ Այնպես, որ Երևանից ստացվող նորությունները հիմնականում վերաբերեն ոչ թե հերթական կրպակի քանդմանը, այլ զարգացման առումով նոր նվաճումներին, նոր իրագործված խոշոր ծրագրերին, աշխարհի լավագույն մայրաքաղաքների օրինակով։ Անելու ենք մեր ձևով։